Եկեք տեսնենք սա ընդհանուր օնլայն տարո ռասկլադ է 50-50 ու ծանոթ կլինի ձեզ երբ ես սկսեմ վերագրել, թե ինչպիսի բնավորություն ունեք, ով եք դուք, եթե համընկնում է, դա նշանակում է հենց ձեզ էլ վերաբերվում է այս ռասկլադը։ Եկեք տեսնենք, միգուցե ձեզ մոտ ամեն ինչ լավ է եղել ձեր կյանքում, բայց ինչ իրադարձությունների, փոփոխությունների պատճառով ձեզ մոտ ամեն ինչ գլխի վայր փոխվել է։ Եկեք տեսնենք կոնկրետ պատճառը որն է, որ ամեն ինչ ձեզ մոտ դեպի վատն է հիմա գնում։ Հարց ուղեք, կոնկրետ ինչն է պատճառը, որ ձեր կյանքը դեպի վատն է գնում։ Եվ ես անցնում եմ կանխատեսման։ Հարցը ուղղելուց հետո, ինչն է կոնկրետ պատճառը, որ ձեր կյանքը չի դասավորվում դեպի վատն է գնում։ Կոնկրետ պատճառը։ Կոնկրետ պատճառը աղեղնավոր համաստեղությամբ ինչ-որ տղամարդու հետ է կապված, միգուցե ինչ-որ գումար եք նրան տվել, որտեղ որ ձեզ համար չի բացառվում, կամ դիմել եք, չեմ կարող ասել կոնկրետ ով է, բայց ամենայն դեպս 3 քարտերը այդ մասին են խոսում, աղեղնավոր եւ սա դուք եք եւ հիմա նեյտրալ, անձին միգուցե դիմել եք ինչ-որ գործերով, բայց անօգուտ, հակառակ պրոցես է տվել ձեզ մոտ։ Եկեք հարցնենք, իսկ ինչ հարցով եք դիմել, կոնկրետ պատճառ, որ ձեր գործերը դեպի վատն են գնում։ Նո, միգուցե վախեր է եղել ձեզ մոտ, այնքան էլ լավ իրավիճակներ չի եղել ձեզ մոտ, դիմել եք, այո, մաքրումների հետ է կապված, Սմերձ քարտը դա մաքրումների հետ է կապված։ Էլ ինչու ձեր կյանքը կոնկրետ ինչու է դեպի վատը գնում, ինչու է ձեր կյանքը դեպի վատը գնում, կոնկրետ պատճառ, որովհետև ձեր միամտությունից օգտվել են, ձեզ խաբել են, դուք չեք տարբերում իրականությունը ճշմարտությունից, ճիշտ մարդկանցից, դրա համար էլ ամբողջ կյանքը ձեր տուժվում եք, էլ ինչու եք դուք, էլ ինչու ես դու այս վիճակում ներկապահին, ինչն է քեզ այդպես խանգարում, միգուցե մարդիկ են եղել, այո, այստեղ ձեր միամտությունից օգտվել են եւ փակվել, իսկ դուք մնացել եք այս վիճակում, դա կարող է որոշ մարդկանց մոտ կապ ունենա հենց կոնկրետ մաքրումների հետ, խաբեբայի եք դիմել, ձեր միամտությունից օգտվելով ձեզ խաբել են, լրիվ հակառակ պրոցեսներ են արել, մասնագիտականի հետ է կապված, էզոթերիկայի